Պարոն Դանիելյան, նախորդին էր Սրբազանը հայտարարեց, որ փողոցային պայքարը կվերսկսվի, դուք ինչ տեղեկություններ ունեք, ինչ ֆորմատով, ինչպես է դա մեկնարկելու, երբ անցելիներու, եթե նման բան կա։ Կարծում եմ Սրբազանը դրա մասին բավականին մանրամասն ասել է, ես ավելացնելու բան չունեմ, փողոցային պայքարը չի դադարել, ավելի մեծ ծավալներով դուրս գալու եւ հետագա քայլերի մասին Սրբազան հայրը կարծում եմ մոտ օրերս կհայտարարի, կասի եւ դրան ավելացնելու բան։ Միանալու եք պայքարին, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանը այլ կարծիք ունի, նա կարծում է, որ չպետք է ընտրություններից առաջ գործողություններ փողոցային պայքար իրականացվի, այլ ընտրություններով է իշխանափոխությունը հնարավոր։ Բայց ես երբ եմ թողել, որ մի հատ է միանամ։ Հայաստան դաշինքը նկատի ունեինք ոչ թե անձնապես դուք։ Հայաստան դաշինքն միշտ պայքարի մեջ ա եղել, Ռոբերտ Քոչարյանը տենց չի ասել, խնդրում եմ ճիշտ մեկնաբանեք Ռոբերտ Քոչարյանի ասածները, Ռոբերտ Քոչարյանը հետեւյալն է ասել, ես կարծում եմ մի անգամ պետք է այս հարցը փակեք ու շարժվեք առաջ։ Ռոբերտ Քոչարյանը ասել է, եթե փողոցային պայքարի արդյունքում հնարավոր չլինի իշխանափոխություն անել, ուրեմն պետք է գնան ընտրությունների ճանապարհով, իսկ դա կարծում եմ դրանք լրիվ տարբեր բաներ են։ Իսկ Հայաստան դաշինքը միշտ էլ ընդգրկված է եղել փողոցային, սա շատ ծանրակշիռ, ես համեստորեն ասում եմ, շատ ծանրակշիռ մասնակցություն ունեցել փողոցային տարբեր պայքարներում եւ կարծում եմ դուք ինքներդ եք տեսել, որ Հայաստան դաշինքի падգամավորներն էլ ոչ միայն ես, այլ նաեւ իմ գործընկերները շատ ակտիվ դերակատար։ Դա գիտենք, բայց հիմա եթե պայքար լինի արդյոք դուք կմասնակցեք։ Լավ, միանալ չասեմ, որովհետեւ միացած եք։ Կմասնակցեք այս անգամ, որովհետեւ դիրքորոշումների կարծիքների տարբերություն կա։ Դրա մասին Հայաստան դաշինքը կարծում եմ հայտարարություն կանի, բայց նորից եմ կրկնում, Հայաստան դաշինքը որևէ մի կաշկանդվածություն չունի փողոցային պայքարում աջակցելու, առաջնորդելու, կարևոր դերակատարություն ստանձնելու, առաջին շարքերում լինելու համար։ Պարոն Դանիելյան, ինչու են որոշ ուժեր շատ խուսափում հենց ընտրությունների տարբերակին, ինչ մտավախություններ ունեն, ընտրություններով հնարավոր է իրենք չհաղթարեն շրջանը, ինչն է խնդիրը, որ այսպես որոշ շրջանակներ բացառում են 2026-ին, բայց մենք Գյումրիում տեսանք ընտրություններով, որ հնարավոր եղավ, ինչպես դիմադիրներն էին պնդում ԿՊ-ին իշխանազրկել, ինչու են 2026-ին Տեսեք հարգելիս, ես հասկացա հարցը ինչա։ Տեսեք, եթե անգամ 21 թվականին հիմա խորհրդարանական ընդդիմադիր ուժերը, որ կան խորհրդարանում, չմասնակցեին 21 թվականի ընտրություններին, այդ ընտրությունները չէին համարվելու ոչ լեգիտիմ։ Այսինքն, եթե այդտեղ մասնակցում է 25 ուժ, եթե 2, 3, 4, 5 կամ Հայաստան դաշինքներ չմասնակցի, դա չի նշանակում, որ այդ ընտրությունները համարվելու են ոչ լեգիտիմ եւ որևէ մի երկիր ասելու է, գիտեք, ինչ, եթե այս դաշինքը չի մասնակցում, այս կուսակցությունը չի մասնակցում, ուրեմն այդ ընտրությունները չեղարկում ենք։ Մենք հետեւյալն ենք ասում ենք հարգելիներս, եթե այս process-ների արդյունքում չլինի, ես էլ կողմ եմ նրան, որ բանը չհասնի ընտրություններին եւ ոչ միայն ես իմ գործընկերները, որ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ, այսինքն ոչ թե առաջնորդությամբ, այլ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության ղեկավարը չլինի այդ ընտրություններին, որովհետեւ դա լուրջ ազդեցություն է ունենալու, որովհետեւ վարչական լծակներ, ապօրինություններ եւ այլ, այս մարդիկ պատրաստ են, այս չի որ իշխանությունները հեշտ ու հանգիստ թողելու են, որ ընտրություններում ընդդիմությունը հաղթանակ տանի։ Ես ավարտեմ միտքս, հարգելիս, ավարտեմ միտքս, բայց նորից եմ կրկնում, եթե մենք անգամ չմասնակցենք էլ, նորից էլի կրկնում եմ, կներեք ես կրկնվելու համար, այդ ընտրությունները մեկը համարվելու են օրինական։ Այսքան որոշում կա, որ մասնակցել եք։ Մենք հիմա այսօր ես լիվ ուրիշ բան եմ ասում։ Ճիշտ հասկացա, որ նորից եթե պայքարը վերսկսվի, Բագրատ Սրբազանն է առաջնորդելու, հետևաբար շարունակելու է ուժի մնալ, որ ինքն է վարչապետի թեկնածուն, ինչպես որ օրինակ նախորդ տարի մայիսին հայտարարվել էր։ Ուրեմն Բագրատ Սրբազանը հայտարարել է, որ ինքը շարժումը շարունակելու առաջնորդի, համենայն դեպս իմ անունից կարող եմ ասել, որ ես Սրբազանի կողքը կանգնել եմ, ոչ մի րոպե, ոչ մի վայրկյան, այն որ ասում են, որ տարաձայնություններ կա եւ այլն, այդպես բան չկա, հակառակը մենք համատեղ աշխատանք ենք տանում այդ ուղղությամբ եւ ակտիվ ներգրավելու ենք այդ գործին, Բագրատ Սրբազանը ինքը պետք է որոշի, այսուհետեւ ինքը հանդիսանում է թեկնածու, թե չի որոշելի քաշնա։ Ես դա այդ հարցին պետք է պատասխանի Սրբազան հայգերի փայլակ։ Տարի առաջ
Եվս գիտեք բոլոր օրենքներն էլ մի օր փոփոխության ենթակա են։ Այսինքն չկա տենց օրենք, որը իմպերատիվ լինի եւ տարիներ շարունակ այդ օրենքը փոփոխության չի ենթարկվի։ Այսինքն ցանկացած պահի հնարավոր է խորհրդարանը նաեւ այդ փոփոխությունները անի։ Այսինքն փողոցը պետք է թելադրի, փողոցը կարա ազդի եւ այն դրույթը, որ ասում են իբր խանգարում է, որովհետեւ բացի այդ նաեւ սահմանադրական այսպես սահմանադրական օրենքի մասնագետներ, որ նեղ մասնագիտացված են, նաեւ այդ մարդիկ են ասում, որ անգամ այս պարագայում, քաղաքացիության պարագայում հնարավոր է այդ տեխնոլոգիան առաջադրում, այսինքն հարությունը հաստատված չի 1 տարի առաջվա, հա, էներգետիկան, որ դարձավ փողոցում ըստ էության ընդդիմությունը հերթական կամ տապալման տարավ։ Տեսեք, ես չեմ համաձայն չեմ ձեր ձևակերպման հետ, ընդդիմությունը չի տապալել, ընդդիմությունը այն չի, որ պատրաստի այդ 70-60 հազար մարդը դուրս էր եկել ու եկանք մենք էլ տապալեցինք, այդ շարժումը, ստեղծ մի րոպե, ոչ մեկին տուն չենք ուղարկել, եթե ուշադիր նայած եք, ես եւ Սրբազան հայրը այդ օրերին հարապարակում ենք եղել, ոչ մեկին տուն չենք ուղարկել, տենց հայտարարություն չի եղել, թողեք եթե ցանկացողներ կան, որոնք որ ուզում են գնան, կարան գնան, մնացողները կարան մնան։ Իսկ կներեք, թողեք միտքս ավարտեմ, հետո այդ ամեն ինչին կանրադառնանք, թողեք միտքս ավարտեմ։ Ուրեմն այդ process-ները սկսվել, գեներացվել եւ շարունակվել այդ աննախադեպ կարող եմ ասել, աննախադեպ process-ները, որ եղել են, դա եղել է Սրբազան հոր առաջնորդությամբ, նաեւ մեր անմիջական մասնակցությամբ, մեր ներդրումով, այսինքն հենց այնպես չի եղել։ Եվ շատերն ասում են, որ այդ փոքր լոկալ կոնֆլիկտի համար այդքան մարդ փողոց դուրս չի գալ։ Մենք տեսանք, որ դուրս եկավ նաև հավատալով, նաև հույսեր ունենալով, իսկ ինչ վերաբերում է դրան հաջորդիվ process-ներին, ես երեկ եմ ասել, հիմա էլ ասեմ։ Մենք եւ այդ օրերին ոչ մի օր, ոչ մի վայրկյան փողոցից տունել չեն գնացել, չենք էլ հանգստացել։ Իսկ հաջորդ օրը, երբ որ մենք հանրապետության հրապարակում գիշերել են եւ ասում են, ով որ ուզում է կարա մեզ այդ գիշերի, ով որ ուզում է գնա տուն, բայց առավոտը գա եւ արդեն process-ներին մասնակցի փողոցային անհնազանդության բան, ես նորից եմ կրկնում։ Այն ինչ որ մենք ունեցել ենք այդ պահին, այդ ուժերը ունեցել ենք, որ կարողացել ենք անել ինչ որ հնարավոր է եղել, ես էլ որոշակի հատվածի պատասխանատու եմ եղել, մարդիկ են եղել, որոնք որ խոստացել են այլ տեղեր կատարել անհնազանդության ակցիաներ, բայց այդ խոստումը չեն կատարել։ Հիմա հարց, չեմ ուզում ասեմ հետո։ Ես շատ փակագծեր չեմ ուզում բացեմ, օրը կգա, ժամը կգա, եթե պատեհություն կհամարի Սրբազան հայրը դրա մասին կխոսա։ Ես եթե թույլ կտակ, եթե պիտի այս ոճով շարունակենք, ձմռանը որտեղ ենք եղել մենք, ասենք այս ձմռանը որտեղ ենք եղել, դե ասենք մենք դուք էլ լուսաբանել եք այդ մեր տարբեր այցերը, տարբեր աշխատանքները, մենք սեզոնային աշխատանք չենք տանում, եթե ուշադիր հետևում եք մեր աշխատանքներին, ամեն օր մեր աջակիցները հայտնվում են անազատության մեջ, ոստիկանական բաժանմունքներում տարբեր ակցիաներ իրականացնելուց, կան երևացող եւ չերևացող process-ներ, շատ ավելի լավ է, որ այդ չերևացող process-ները արդյունքը կարևոր է, բայց պայքարն ներդրումն դա էլ է կարևոր, որ մարդը յուրաքանչյուր մարդ իրանից կախված ներդրումը կատարի 100%-անոց, այդ հալածանքներով, այդ ամեն process-ներով մենք եւ մեր ընտանիքներն ենք ասում, մի րոպե ասեմ վերջ, մի րոպե ես ավարտեմ խոսքս, դուք ամեն օր մամուլում տեսնում եք, որ հետապնդվում են մեր ընտանիքի անդամները, մեր համակիները, մեր աջակիցները, դա նշանակում է, որ մենք պայքարում ենք, որոշակի ժամանակահատված չենք հասել մենք մեր նպատակներին, բայց ես հուսով եմ, համոզված եմ, որ մենք հասնելու ենք նրան, որ այս ապիկար իշխանությունը ի վերջո հեռացվելու են իշխանությունից։ Նիկոլ Փաշինյանը խոսում է սահմանադրական հանրաքվեի մասին, ըստ էության դուք ասում եք դեռ կհասնենք եւ այլն ինչ-որ բան կանենք, բայց նա արդեն մտադիր է, եթե սահմանադրական դատարանը դրական եզրակացություն չտա, գնալ հանրաքվեի։ Իր ասում են, որ վարկանիշի կտրուկ անկում ունի, կգնա հանրաքվեի, ինչ հույսով է գնում հանրաքվեի։ Ես խորապես համոզված եմ, որ եթե անգամ գնա հանրաքվեի, դա տապալվելու, որովհետև մեր հայրենակիցների ճնշող մեծամասնությունը ոչ պատրաստ է, ոչ էլ կողմ է նրան, որ
Ալիևի եւ Էրդողանի ցուցումով Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն փոխվի։ Դա բոլորիս արժանապատվության, դա բոլորիս ուրեմն թասիբի նամուսի հարցն է։ Ինչ նշանակում թուրքերն ու ադրբեջանցիները պահանջ են, որ մեր սահմանադրությունը փոխվի, ինքն էլ գա այստեղ բան անի, քարոզանի, որ մեր սահմանադրություն, բայց ուր է այդ ինքնիշխանությունը, սուվերենությունը, այս մեկը, բայց որտեղ կորավ այդ ինքնիշխանությունը։ Դե իրանցի դեպքում օրինակ պատերազմով, ասեց, եթե սահմանազատում չանենք, պատերազմ։ Դե հիմա էլ ասում, դե մենք պատ ենք ստացել, հյուրերին հաճակ էլա, այդ հյուրերին տանում է պատի մոտ, Ալիևն էլ իր հյուրերին, օտարերկրյա դեսպաներին, բան տանում է Շուշի։ Էսի պատի մոտ է տանում, էլ Շուշի է տանում։ Եվ այդ փշալարը կներեք, այդ փշալարը պատնել մեր երկրի անվտանգություն չեն ապահովում։ Տեսեք ինչ ամրաշինական աշխատանքներ է կատարում ադրբեջանական կողմը։ Կամ այդ փշալարից մի քանի կիլոմետր հեռավորության վրա Բերդի տարածաշրջան կրակոցներ չի լինում։ Բա կներեք, այս մի քանի օր առաջ էր ընդամենը, ասում են Պարավակար, Չինարի, Այգեձոր գյուղերում թշնամին ինտենսիվ կրակոցներ արի եւ սրանք ասում են ոչ թիրախային կրակոցներ է։ Այսինքն որ մարդ չի մահացել, դա նշանակում է ոչ թիրախային, կամ մառախուղայղի կրակել են, կամ ինչքան էլ մեր վրա կրակեն, մենք գնալու ենք խաղաղության դարաշրջանի, դրա տրամաբանությունը ո՞րն է։ Ալեն Սիմոնյանը ասում է խաղաղության պայմանագիրը ստորագրելուց 5 րոպե հետո հայերն ու ադրբեջանցիները սկսելու են իրար հետ առևտուր անել։ Ուզում էի ճշտել Տավուշում պատրաստվում են ադրբեջանական կողմի հետ առևտուր։ Դուք ո՞նց եք պատկերացնում, եթե թշնամական պետությունը ամեն օր հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքների վրա հավակնություն ունի։ Ասում է Արևմտյան Ադրբեջան ցուցակներ է հրապարակում, ըստ այդ ցուցակների տարբեր տարածաշրջաններում պետք է ադրբեջանցիներով բնակեցվեն։ Ալեն Սիմոնյանն էլ ասում է ոնց է պատկերացնում, բա Արցախն ու Հայաստանը դրանք նույն բաներն են։ Արցախը մեր մի մասնիկն է։ Արցախը բոլոր ժամանակներում համարվել է ազատ անկախ եւ դա համեմատել Հայաստանի Հանրապետության տարածքների հետ, այսինքն որ Ադրբեջանը հավակնություն ունի Արևմտյան Ադրբեջան, դա աբսուրդ է, դա ցինիզմ է։ Ոնց կարա նման համեմատություն լինել։ Արցախում էթնիկ զտման ցեղասպանության արդյունքում մի Արցախը հայաթափվել է հազարամյակներով ապրող արցախցին, որ իր հողու ջերմ ա եղել։ Էթնիկ զտման ցեղասպանության արդյունքում հայերնա զրկվել է։ Դրանք տարբեր բաներ են։ Հիմա էլ Գեհակոբ Կմիշկի խումբն է ուզում լուծարի։ Այն ֆորմատը, որով որ Արցախի կարգավիճակի հարցը պետք է Արցախի ի վերջո կարգավիճակի հարցը պետք է որոշվեր։ Դրանք տարբեր process-ներ են, խնդրում եմ, մի համեմատեք իրար հետ։ Դա անհամեմատելի process-ներ են եւ ընդհակառակը պետք է Ադրբեջան դրա համար պատասխան տա։ Մենք չենք համեմատում, Ադրբեջանն է համեմատում եւ երբ որ Արցախի ղեկավարությունը խոսում է Ադրբեջանը գլուխը պատին է տալի, Ալիևն էլ է գլուխը պատին տալի, որ նման համեմատությունը դա անհամեմատելի է, ինքը ցեղասպան ղեկավար է, բռնապետ ղեկավար է, Ադրբեջանը չի կարող ուրեմն հավակնություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքների վրա ու այդ իր բերանը լեզու դնող հենց այս իշխանություններն են։ Երբևէ նման հայտարարություններ, եթե ես չեմ սխալվում, նախկինում նման հայտարարություններ չի արվել։ Հիմա այնքան է, այսպես ասած, հաբրգել Ալիև կոչվածը, որ արդեն բացեբաց հայտարարություններ անում եւ դրա համար պատասխանատվության չի ենթարկվում։ Բայց Հռոմի ստատուտ էին ընդունում, որ Ալիևին պատասխանատվության ենթարկեն։ Ինչ եղավ այդ Հռոմի ստատուտը։ Ալեն Սիմոնյանն ասում է, որ հիմա մենք բալանսավորված քաղաքականություն ենք տանում, ոչ Ռուսաստան ենք, ոչ Արևմուտք ենք, բայց ակնհայտ է, որ այս ընթացքում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ավելի շատ փորձում է բարիդրացիական հարաբերություններ հաստատել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ։ Դա անգամ մենք կադրերում ենք տեսնում, թե այսպես մտերմության նշաններ են։ Դա ստացվում է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը հիմա որ ուղղության վրա է։ Իսկ իրենք իսկապես փորձում են բալանսավորված արտաքին քաղաքականություն։ Բաց չի Հայաստանի քաղաքականությունը ինչ ուղղության վրա է։ Դրա նաև պատկեր երևում էր նաև Տիրանայում, չէ՞։ Ալբանիայում չէր երևում Հայաստան դեպի ինչ ուղղության է, դեպի Թուրքիա Էրդողանի խավորությամբ այդ ուղղության վրա է գնում։ Իսկ որ ասում են, բա մենք այսպես չի, այնպես է, մենք ինքնիշխան ենք, այսպես ենք այն։ Այսինքն ինքնիշխան պետությունում այս ընթացքում այնպիսի զարգացումներ են տեղի ունեցել, որը ինքնիշխանության հետ որևէ մի աղերս չունի։ Ասում եմ, Թուրքիան պահանջ է ներկայացնում, Հայաստանը կատարում է այդ պահանջը։ Ադրբեջանը պահանջներ է ներկայացնում, այդ պահանջները բավարարում են։ Բայց դրա ինքնիշխանությունը ո՞րն է։ Կարա՞ք ասեք Ախր աշխարհում սահմանադրությունից անկախության հռչակագրից պետության համար ավելի թանկ ու ավելի կարևոր բան չկա։ Դու ճշնամու պահանջով փոխում ես այդ սահմանադրությունը, անկախության հռչակագիրը դες ուզում փոխես,
զինանշան ես ուզում, սուվերենությունը որտեղ մնաց։ Ուր է այդ սուվերենությունը։ Այդ սուվերենությունը ո՞րն է, էլի ես ուզում եմ մի հատ շոշափեմ այդ սուվերենությունը։ Բայց իրենք ասում են միջև Ալիևի պահանջներ, մենք այդ հարցը քննարկում ենք Սահմանադրության փոխանցում։ Լավ, այսինքն կներեք էլի, հազար ներողություն։ Ինչ իրանց օրակարգում այն ժամանակ էլ կար, որ Արցախը, ասում են, Արցախը Հայաստանն է եւ վերջ, մենք մի փոքր նվազեցնենք մեր պահանջները, ամեն ինչ լավ կլինի, նորմալ, որ մի է իրանց ասածներն է ճիշտ։ Որ հիմա Արցախ բառը արտահայտությունը, ով որ Արցախ ասում, հիմա 5 անգամ ներողություն է խնդրում իր հայտարարության համար։ Ասում է լեզվիցս թռելա, չեմ ուզեցել այդ հայտարարություններն անեմ, այսինքն դա ծիծաղելի բաներ է եւ պարզա, չէ, ախր Ալիևը հայտարարում է, որ այդ պահանջներն ունի, ինքը կարող է շատ բան ասի, ինքը կարող ասի, դե մենք այն ժամանակ մտածում ենք, որ գերբն էլ պետք է փոխենք, զինանշանի մասն է խոսքը։ Ինքը այն ժամանակ ասում մենք մտածել ենք, որ մենք պետք է լուծարենք ԵԱՀԿ Միսկի խումբը։ Մենք այն ժամանակ մենք ենք մտածել, որ ադրբեջանցիներին կարանք բերենք ստե վերաբնա։ Մի օր էլ այդ ասելու։ Ասելա մեր մտքով անցնում է, որովհետև դեմոգրաֆիական խնդիր կա, դե բերեք ադրբեջանցիներին ստե բնակեցնենք։ Բայց սա աբսուրդ է։ Մեկ հարցելի ներողություն։ Վերջը իշխանական պատգամավորներից մեկը այսպեսի մի անդրադառնալու։ Փայլակին չեք թողում հաստա։ Նարեկին կներեք։ Լավ, մեկ հարցել։ Լավ, մեկ Ես չեմ արձագանքում։ Վերջին իշխանական պատգամավորներից մեկը մեր եթերում այսպեսի անդրադառնալով Սրբազան պայքարի այս շարժման մեկնարկի այսպեսի մի հայտարարություն արել։ Ասում է մարդիկ այդտեղ հավաքվել էին մայիսի 9-ին, քանի որ Սրբազանը ասել էր մենք գնում ենք այնտեղ աղոթելու։ Ու ի սկզբանե ասել էր, որ մեր օրակարգում իշխանության փոփոխության պահանջ չկա։ Հետո հենց որ հրապարակից հայտարարեց իշխանության փոփոխության պահանջ, մարդիկ ցկվեցին գներով։ Այ ինչպես ստացվում մեկնաբանել։ Ով ասել։ Իշխանական պատգամավորներից մեկը անդրադառնալով մայիսի 9-ի պայքարին այդ օրվա։ Ասում է, որ հենց Հազարն ասել է հրապարակում հավաքվել ենք աղոթել։ այդպես է։ Լոբելի, այս անհանդուրժությունները։ Շատ մարդ են հավաքվել, հետո երբ որ լսեցին իշխանության փոփոխության պահանջ։ Առողջություն եմ մաղթում այդ մարդը։ Պարոն Դանիելյան, չէ, պարոն Դանիելյան, երբ կվերսվի ակցիաները, երբ կանեք արդեն գործընթացներ։ Ակցիաները ոչ թե կվերսվի, ակցիաները հենց հիմա էլ տեղի են ունենում։ Մի երկու շաբաթ առաջ են ակցիաներ եղել, մի քանի օր առաջ են ակցիաներ եղել։ Խնդրում եմ հարգանքով վերաբերվեք։ Այդ process-ները նենց չի մեր համար ենք անում, մեր երկրի համար ենք անում, մի հատ էլ համարանքով ասեք, գիտեք ինչ կա այդ ակցիաները անում եք, չէ, ակցիաներն էլ գործընթացներն էլ անում են արդյունք ակնկալելու համար։ Մենք արդյունք ակնկալելու համար ենք անում եւ ես հավաստիացած եմ, որ այդ ամեն ինչը պայքարը մի օր իր պտուղները տալու է, որովհետեւ մեր պայքարը անանձնական է, մեր պայքարը մեր երկրի, մեր պետության համար է։ Ու հիմա որ ասում եք իրանցից, այն մեկից, այն մյուսից խոսում եք, անկեղծ ազնիվ դուրս ենք եկել պայքարի մեր հող ու ջրի համար։ Մեր հող ու ջրի համար ենք դուրս եկել պայքարի ու թող ամաչեն են մարդիկ, որոնք որ չեն միացել, չեն միացել, այսպես առանցքային գործողություններ, որոնք իշխանափոխության կհանգեցնեն։ Օրինակ որն եք համարում ոչ առանցքային։ Այսինքն ինչն է առանցքային, ինչը ոչ առանցքային է։ Այսօր հիմա հարգելի Նարեկ ջան, հիմա այսօր ես խնդիր եմ բարձրացրել խաղաղագործների եւ կոնյակ արտադրողների հսկայական թվով մարդիկ այսօր տնտեսական մեծ վնասներ են կրում ու տենց շարունակ տարբեր տնտեսվարողներ հիմա այդ մարդիկ մնացել են անտեր պետությունը իրենց դեր չի կանգնում խոսում է ինքնիշխանությունից խոսում է տարածքների ապաշրջա ճանապարհների ապաշրջափակումից հիմա Վրաստանի հետ հարց չի կարողանում լուծել ասում եմ Վրաստանի հետ ունենք հրաշալի հարաբերություններ դաշնակցային հրաշալի հարաբերություններ ունենք ամիս ու կեսա այդ տնտեսվարողը չի կարողանում անցնել Վրաստանի սահմանը։ Ինչի համար չի կարողանում անցնել, որովհետև անտեր է թողել պետությունը այդ մարդկանց։ Դու եթե մի ճանապարհ չես կարում, մի ճանապարհի հարց լուծես, եւ քու քաղաքացիները, քու ձեռներեցները չեն կարողանում իրենց ապրանքը արտահանել բացյան երկրներ, ԵԱՏՄ երկրներ։ Դու էլ ինչ մեծ հարցերի մասն ես խոսում։ Փոքր հարց եմ ասում։ Թվում է փոքր, բայց շատ մեծ է, որովհետև դրանից կախված արդեն վաղը մյուս օրը մեր գյուղատնտեսությունը
որ ոչ միայն գյուղատնտեսություն, նաև տնտեսական տարբեր ճյուղեր անկում են գրանցելու, բայց հարցը չես կարողանում լուծես։ Ամիս ու կես շարունակ եւ այս ամբիոնից եւ գրավոր տարբեր դիմումներ եմ ուղարկել։ Այդ մարդիկ միլիոնավոր դրամների վնասներ են կրում, միլիոնավոր դոլարների կներեք։ Ես մոտավորապես հաշվել եմ մի քանի հազար աշխատատեղ, մենակ փակվելու է, եթե ասենք ել չհաշված այդ մուլտիպլիկատիվ էֆեկտը, որ կա իրենց հետ փոխկապակցված, ել չեմ ասում խաղաղագործների այլև այլը։ Մենակ 4 աշխատող, եթե սեն շարունակվի, այդ մարդիկ դռները փակելու են, որովհետև վարկեր են վերցրել, միջոցներ են վերցրել եւ այլև եւ չեմ կարողանում սկսեք գործընթացներ։ Եվ մի բան էլ ավելացնեմ։ Մի քանի շաբաթ առաջ ավելի կարկուտ է տեղի ունեցել։ Մեր քաղաքացիները, գյուղաբնակ մեր հայրենակիցները, ուրեմն միլիոնավոր էլի դրամների վնասներ են կրել։ Ինչ ասեցին, գնում ենք հաշվառենք, միջև օրս որևէ մի լումա, որևէ մի դրամ այդ մարդկանց չի փոխադրվում։ Պարոն Դանիելյան, կներեք, ես հարցնում եմ, երբ կսկսեք Նիկոլ Փաշինյանին հեռացնելու։ Դե հենց մենք նորից եմ կրկնում, հարգելիս այդ process-ները ավելի մեծ թափով, ավելի ակտիվ առաջիկայում Սրբազան հայրը դրա մասին կհայտարարի օրվա մասին, բայց ուզում եմ նշել, որ այդ process-ները չեն դադարեցվել, էլի։ Ասածից նաև հիմքեր ունի, որովհետև այդ պայքարի շրջանակներում ներգրավված մարդիկ ամեն օր հայտնվում են անազատության մեջ, այսինքն տարբեր ուրեմն ակցիաների շրջանակներում, բայց ավելի թափով, ավելի մեծ մասշտաբի կարծում եմ առաջիկան դրա մասին կհայտարարի Սրբազան հայրը։ Շնորհակալ։ Ես եմ շնորհակալ։ Սա